Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկումների առանցքում մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ էին, սկսած անշարժ գույքի գրանցման խնդիրներից մինչև հարկային, ներդրումային եւ խաղային ոլորտների կարգավորումներ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով ներկայում բացակայում է կադաստրային քարտեզներում եւ պետական գրանցման տվյալներում առկա սխալների հայտնաբերման եւ ուղղման միասնական ընթացակարգը, ինչը հաճախ հանգեցնում է դատական եւ վարչական վեճերի։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել սխալների հայտնաբերման եւ իրավաչափ ուղղման գործընթացները։ Մենք կատարում ենք լրացում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում եւ սահմանում ենք որոշակի առանձնահատկություններ ունեցող վարչահարության տեսակ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին անշարժ գույքի միավորի մակարդակով, եթե կա որոշակի անճշտություն, սխալ խնդիր կադաստրային քարտեզում, դիմելու կադաստրի կոմիտե եւ կատարելու համապատասխան սխալի ուղղումը։ Հանձնաժողովը քննարկեց նաև հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ նախաձեռնությունը նպատակ ունի համապատասխանեցնելու Հայաստանի օրենսդրությունը միջազգային հարկային չափանիշներին եւ կատարելու տեղեկությունների ավտոմատ փոխանակման շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Խոսքը վերաբերվում է տարիներ առաջ 24 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված եւ ավերացված ֆինանսական հաշիվների փոխանակման մասին համաձայնագրին, որի շրջանակներում Հայաստանը ոչ ռեզիդենտների վերաբերյալ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն է փոխանակում այլ համագործակցող երկրների հարկային մարմիններին եւ փոխադարձ ստանում է նման տեղեկատվություն սեփական ռեզիդենտների մասին։ Այս կարգավորման շրջանակներում որոշակի հարցեր էին առաջացնել արդեն քիրարկման ընթացքում, որոնք օրենսդրական կարգավորման առիթ են դարձել, մասնավորապես հարցեր են առաջացել ստանդարտին որոշակիորեն անհամապատասխանությունների կամ միջազգային ստանդարտից, որը որ ավերացվել է, որոշակի անճշտությունների հետ կապված։ Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը 49-ից հասցնել 99-ի։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանի խոսքով սա լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ներդրումների ներգրավման համար եւ կխթանի ֆինանսական շուկայի զարգացումը։ Նիստի օրակարգում էր նաեւ խաղային ոլորտի կարգավորմանը վերաբերող նախագիծը։ Օրենսդրական փաթեթը միտված է առցանց ապօրինի խաղատների գործունեության սահմանափակմանը եւ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Կստեղծվի on-line ռեսուրս, on-line հարթակ, որում ոչ միայն վերահսկող մարմինների լիազորությունների շրջանակում, այլ նաև այլ գործընկեր կառույցներ կկարողանան ավելացնել այն ապօրինի կայքերը, որոնք ենթակա են արգելափակման, այդ on-line ռեսուրսը հասանելի կլինի նաև հեռահաղորդակցության օպերատորներին եւ այնտեղ հայտնվելու պարագայում օրերի ընթացքում մենք ակնկալում ենք, որ հեռահաղորդակցության օպերատորները տվյալ կայքերը արգելափակեն։ Նիստի ընթացքում ներկայացվեց նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով 2025 թվականին հոսանքի, ջրի, գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ էլեկտրաէներգիայի ազատական շուկայի մասնաբաժինը հասել է ավելի քան 33%-ի։ Ընդլայնվել է նաև վերականգնվող էներգետիկայի ներուժը։ Հայաստանում արդեն գործում է 100 արևային էլեկտրակայան։ Գործողների հզորությունը կազմել է 448 մեգավատ, կառուցվողները, որ այդ 42-ը պետք է կառուցվեն, 183 մեգավատ։ Բայց սրանից զատ մենք ունենք ինքնավար արևային կայաններ, տանիքներին տեղադրվող եւ 25 թվականի տարեվերջի դրությամբ Պաշտպան ցանցին միացված ինքնավար էներգոարտադրողների քանակը գերազանցել է 50,000-ը, իսկ նրանց գումարային հզորությունը 640 մեգավատ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով 2025 թվականին հեռահաղորդակցության ոլորտում աճել է թե շարժական կապի, թե լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։